Թեին մրցավեճում այս անգամ 0-4 հաշվով, առաջին խաղում 0-3 էր գրանցվել։ Կարմիր քարտ է հանե գրպանից մրցավարը։ Հիմա ես տեսնում եմ, որ կարմիր քարտը գրպան էր դնում, բայց ահա այս խախտման համար նա կփորձի շրջանցել, նա շատ լավ դրիբլինգ է տիրապետում, տեսեք, սկսում է իր խաբկերը գործի դնել։ Հետ է ուղարկում Նալբանդյանին, կարծես նույնիսկ նրան էլ չէր հասցեագրած այս փոխանցումը Կարեն Նալբանդյանը ինչպես անցավ մրցակցին։ Եվ ինչ խառը շփոթ իրավիճակի վերջո ստեղծվեց։ Բարսից փոխանցում Տուգանային հրապարակ Մասեդո շեղ է ստացվում։ Ձախ եզրում սպասելու է փոխանցման կամ գոնե Տուգանային հրապարակի կենտրոնում շրջանցում է Նալբանդյանը մրցակցի ոտքերի արանքով։ Տուգանային հրապարակում է փոխանցում անկյունային։ Ջղայնացած էր Մարզիչը։ Բայց նրա թիմը օրինակ կարողանում այդ ստանդարտին դիմադրել, նորից շատ լավ կասեցում էր դրամեից, հարվածելու է հերվից դրամեն բարձր էր, բայց գործողությունների համար ծափահարությունների արժանի է։ Վայդեր միացել է գրոհին, ձախ եզրում է բրազիլացին, բարձրից փոխանցում, ցատկեց Տերտերյանը, ոչ, մնում է միայն Նալբանդյանը, հարվածում է Կարեն Նալբանդյանը և գոլ, հիասքանչ հարված է կատարում Վանի ավագը, Տուգանային հարվածների նոր արքան հայկական ֆուտբոլում։ Կարեն Նալբանդյանի կատարման, որ անկյունից էլ նայում ես, միևնույն է տպավորիչ է գոլը, որ անկյունից էլ ցուցադրեն։ Ընթացքում կարծես ինքն է մտափոխում, հիշելով հրահանգները եւ ահա նրա հերվից հարվածը Ֆարայոլա սովորություն ունի իր վրա 3-4 մրցակցի ուշադրությունը սևեռելու եւ այս անգամ էլ խախտում են կանոնները նրա դեմ պայքարով եւ դա պետք է որ երկրորդ դեղինը լինի, որովհետեւ Օբոնդեն էր խախտում կանոնները եւ հեռացվում է խաղից, փոխանցումներ հետևեն նրանց ուղղությամբ։ Իսկ սա հարված է հերվից, որը ստացվում է Բեգլարյանի վրա ուղիղ։ Միզյեդը ցածից է ուղարկում Տուգանային հրապարակ, այնտեղ միմյանց խանգարեցին Վանի ֆուտբոլիստները, բայց Տերտերյանը այնպես ամուր դրեց ոտքը, որ թիմակցից տարավ գնդակի, հիմա էլ հակագրոհի է գնում Տերտերյանը, անգամ մեր մենակ է դուրս եկել Դարպասապայի հետ, հարվածել է հարկավոր և 2-0, ֆենոմենալ հակագրոհ է անցկացնում Վանը և Դավիթ Տերտերյանը հաղթանակ է պարգևում իր թիմին։ Այլևս փրկվել չի հաջողվի։ Տեխնապատկերներ քիչ առաջ ցուցադրեցին եւ էմոցիոնալ առումով շատ կարեւոր հաղթանակի նորից կմնա արդեն 6 միավորի տարբերություն 4-րդ տեղը զբաղեցնող Փյունիկից։ Ահա եւ հանդիպան ավարտը 2-0 հաշվով Վանը հաղթում է Գանձասարին, գոլերը խփեցին Կարեն Նալբանդյանը Տուգանային հարվածով առաջին կեսում եւ երկրորդում Դավիթ Տերտերյանը ավելացված ժամանակում։